Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր պետական կառավարման մասնագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանը չի հանգստանում եւ հերթական անգամ ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Հերթական ստատուսը գրել է այսօր առավոտյան կողմը մեր նկարահանումն անում ենք, դեռ չգիտենք մինչև երեկո քանի ստատուս կավելանա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Ի վերջո ձեր դիտարկմամբ Փաշինյան հայ առաքելական եկեղեցի պայքարում ով ում կկարողանա տապալել։ Նման կանխատեսում անելը ճիշտ չէ, բայց ես մի բանում եմ վստահ, որ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ ձիգ է։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի ծավալած հարձակումները որոշակի հետևանքներ թողելու են, որովհետև դրանք շարունակական են եւ համակարգված, եւ նա անում է քարոզչական տեսանկյունից դա, այսինքն գործիքներ է կիրառում, որոնք անպայման իրենց վատ հետևանքը, բացասական հետևանքը թողնելու են։ Արդեն դաշտում որոշակի բաներ նկատվում են, օրինակ հաջորդաբար, եթե ուշադիր լինեք, ինքը արդեն այդ գործիքը սկսել են ներարկել, քանի որ մեր ժողովուրդը այդ անարդարության զգացումը դեռ իր մեջ արմատացած է, այդ ապօրինի հարստացման թեման շատ դուրս խնդիր է շարունակաբար մնում, կոռուպցիան, հա։ Ինքը հիմա այդ գործիքն է մտցրել թեմայի մեջ, եւ եթե նայեք իրենց ենթակա կեղծ կայքերով սկսում են շրջանառել իր հրահանգից հետո, որը հրահանգելի էջում է գրվել, սկսել են շրջանառվել որոշակի կապիտալների ենթադրյալ պատկանելություն վեհապարին եւ այլ եկեղեցականների, այսինքն դա աշխատող մեխանիզմ է Փաշինյանի պարագայում, որովհետև ինքը 7 տարի շարունակ խոսել է ուրիշների գույքերից, բայց 7 տարի շարունակ հայ ժողովուրդը տեսել է, թե Նիկոլ Փաշինյանի ոչինչ չունեցող, անգամ մի սեփական կատու չունեցող թիմակիցները ինչ գույքերի տեր են դարձել հիմա։ Դուք լավ եք ասում, բայց դա միևնույն է աշխատում է, իհարկե իր ռեյտինգն էլ հենց դրա հաշվին է նաև պակասել, մարդ, որը շարունակաբար խոսում էր թալանից, արդարություն վերականգնելուց, հա, որը ոչ մի բան չի արել, ավելին վերածել է այդ պրոցեսը շոուի եւ իր քաղաքական նպատակներով օգտագործելու գործիքի, մարդիկ դա շատ լավ հասկանում են, բայց մարդիկ նաև էլի կրկնեմ, իրենց մեջ վառ է այդ անարդարության զգացումը, ապօրինի հարստացման գործընթացը, հարստության անարդար բաշխման գործընթացը, որը սկիզբ է առել ոչ 5 տարի առաջ, ոչ 10 տարի առաջ, այլ Հայաստանի Հանրապետության նորանկախ ստեղծման պահից եւ պետական ունեցվածքը, հիշենք, որ սովետական միության ժամանակ սեփականության իրավունքը արգելված էր, պետության կարգը այդպիսին էր, այսինքն սեփականություն կապիտալ կուտակել եւ կապիտալ անշարժ գույք ունենալ, հա, այլ չեմ ասում արտադրական գործունեություններ ծավալել սեփական կապիտալով, դա արգելված է եղել։ Այդ անցումի շրջանը, որը անարդար պրոցեսներով է եղել, մարդկանց գլխում եւ ուղեղում վառ է։ Եվ իրենք Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ է հասկանում, շատ լավ, դրա համար եմ ասում, նա իր հարվածները ուղակի սպոնտան չի անում, ուղակի քնից չի զարթնում, եկել է, հա, այսօր sense բանամ, քայլ առ քայլ, մտածեք, եթե չեմ սխալվում, այս 3 երբ էր գրել էր այդ իբր թե մոմերի թեմայով ապօրինի եկամուտների։ Հիմա տեսեք, ստեղ բայց ես մարդկանց մի բան էլ հուշեմ, էլի, որը իրենք հասկանում են, բայց հուշեմ։ Պետության խնդիրը, երբ ասում ենք եկեղեցում գործերին չպետք է խառնվի, պետության խնդիրը հետեւյալն է, եթե որևէ տեղ կա ապօրինություն եւ անօրինականություն, նույնիսկ եկեղեցում, քանի որ որոշ եկեղեցին անկախ է, բայց եկեղեցու ծավալած որոշ գործունեություններ տնտեսական գործունեություն են եւ դրանք ընդհանուր խաղի կանոններին են ենթարկվում։ Եթե կան որևէ ապօրինություններ, ապա դրա մասին այդպես չեն խոսում, դրա մասին համապատասխան գործողություններ են անում։ Այսինքն հրանգներ են տալիս համապատասխան պատկան մարմիններին եւ դրանք գործում են օրենքի շրջանակներում։ Եթե դու դա չես անում, ընդհանրապես ստատուս ես գրում, հետեւապես դու ինչ ես անում։ Նշանակում է դրա մենք կարող ենք ենթադրել, որ դա կամ կեղծ է,
Կամ ինքը ոնց էր սիրում ասել, օդից կախված տեղեկությունների համաձայն, հա, իր ամբողջ քաղաքական գործունեությունը է եղել, հա, մի բան ասել, հորինել, դրա մեջ դնել փոքր ճշմարտության կտոր, հիմա նույնը ինքը անում է։ Բայց դա մենք ինչի ենք սրա մասին խոսում։ Դա իր բացասական հետևանք ունենալու է եկեղեցու վրա։ Հա, երբ ասում եք որոշակի հետևանքներ է թողնելու։ Այո, ինքը ուզում է եկեղեցու ռեյտինգը, հավատը եկեղեցու նկատմամբ մարդկանց, հարգանքը եկեղեցու որպես ինստիտուտի, ուզում է դա նսեմացնել։ Որովհետև դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է, որովհետև հայ առաքելական եկեղեցին աշխարհում գործող միակ ամենամեծ լոբիստական կառույցն է իր տեսակով, որը նաև խոսում է Արցախի մասին։ Եկեղեցուն չասենք լոբիստական կառույց, եկեղեցին միակ ազգային ինստիտուտն է, որ աշխարհով մեկ թևեր ունի սփռած, եւ այո, ինքը նաև ունի լոբիստական իր կառույցները եւ ինքը քարոզչական ուժեղ գործառույթներ կարող է իրականացնել ազդեցություն ունենալով տարբեր պետությունների որոշումների վրա։ Եվ մենք ձեր տաղավարում խոսել ենք սրա մասին, որ իր գործողությունները բացառապես եկեղեցու դեմ ուղղված են հենց այդ դիրքավորումից ելնելով, որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին չի ճանաչում Արցախի կորուստը, չի համակերպվում դրա հետ եւ հայ ժողովրդին կոչ է անում միասնության, կոչ է անում պայքարի, կոչ է անում սեփական իրավունքներին տեր կանգնելու։ Ինչը Նիկոլ Փաշինյանն անհանգստացնում է, ինչու, որովհետև մենք էլի ձեր տաղավարում սրա մասին խոսել ենք ձեր հետ, Սաթիկ Սերյանյանի հետ, մյուսների հետ, խոսել ենք նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի սպասարկում հայկական շահեր։ Այսինքն մենք պետք է որպես ելման կետ ընդունենք հետևյալը. Հայաստանում կա իրեն հայ համարող մի որոշակի շրջանակ, որը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավում է մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի կոչից հետո, որը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկած ցանկացած արտահայտություն մեկին մեկ համընկնում է Ալիևի եւ Էրդողանի ասասների հետ, բայց նախընտրում է մնալ Նիկոլ Փաշինյանի աջակիցը, ուզում եք մենք դա ընդունենք որպես մեկնարկային կետ։ Տեսեք, ինչ էլ լինի, էլի գիտության տեսանկյունից ցանկացած երևույթ մի այսպիսի ձևակերպում կա, կոչվում է normal distribution։ Այսինքն, երբ որ ամբողջ հանրության կոնկրետ այդուղությամբ վերաբերմունքը վերցնենք, գրանցենք եւ թվային տեսքի բերենք, ապա դա ունի sense կորի տեսք, որի անկյուններում բնակչության շուրջ 5%-ը անկախ նրանից ինչ է լինի, օրինակ մնալու է նիկոլական։ 5%, այդքան փոքրաթիվ է փաստորեն։ 5%-ը մեծ թիվ է իրականում, փոքրաթիվ է այո ազդեցության առումով, բայց մեծ թիվ են առումով, որ դրանք ագրեսիվ, դրանք ձևակերպում ունի, ագրեսիվ փոքրամասնություն։ Դրանք ագրեսիվ փոքրամասնություն են։ Այն մեծամասնությունը, որ դեմ է օրինակ եկեղեցու դեմ էս գործողություններին, չի արտահայտվում։ Այդ ագրեսիվ փոքրամասնությունը, որ ամեն տեղ երևում է համացանցում գետնի վրա, դրանք չնայած քիչ են, բայց ագրեսիվ են, իրենց ուժը դա է։ Հետևաբար, օրինակ, եթե պայմանական, ասենք 2.5 միլիոն հասուն մարդ կա, հա, եւ դուք հաշվեք դրա 5%-ը, կտեսնեք, որ դա այդքան փոքր թիվ չի, հա, 70-ից 100,000 մարդու մասին ենք խոսում, բայց դա էլի process-ների առումով, որ Նիկոլ Փաշինյանի մոտ առ այսօր ստացվում է, որովհետեւ ինչքան էլ մարդիկ իրեն համարեն անգրագետ ու տգետ, ինչը ինչ որտեղ դրա մեջ ճշմարտություն կա։ Ինքը կոնկրետ իր գործողություններում քարոզչական օգտվում է գիտությունից եւ նա հասկանում է ինչ է անում։ Հիմա օրինակ այնինչ արեց Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, եկավ Էջմիածնում ասաց, որ ամուր կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, Նիկոլ Փաշինյանը ստատուս գրեց, ստատուսից հետո իրավապահները գնացին եւ հրահանգը կատարեցին։ Հիմա դա ո՞ր գիտության մեջ է տեղավորվում։ Երեք երբ դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, ես գիտեի, որ նման հարց է հնչելու եւ ես իմ էջում մի հարց եմ գրել եմ հարգելի հայրենակիցներ, հայեր, ինչու Հայաստանում մեծահարուստներին չեն սիրում։ Տեսեք, իմ ցանցում նույն սոցիալական, ես մեծ մասին գիտեմ այդ մարդկանց անձամբ։ Քիչ մարդիկ կան, որ չենք ճանաչում իրար։ Բոլորը հանրության որոշակի շերտեր են ներկայացնում, այսինքն մասնագիտական, փորձի եւ այլնի որոշակի
զգալի պարունակություն ունեցող եւ գիտելիք ունեցող, ինտելեկտ ունեցող մարդիկ են։ Ոչ ոք կամ կարող է եզակի բացառության, ոչ ոք չգրեց, որ տասնյակները արձագանքել են, փորձել են բացատրել, թե ինչու չեն սիրում, չգրեց եւ ասեց ով ասեց չեն սիրում։ Այսինքն վստահ են, որ չեն սիրում։ Այսինքն մարդիկ, տեսեք, ուղղորդված հարց եմ գրել, ինչու չեն սիրում, հա? Մարդիկ չեն ասում, սխալվում է, սիրում են, ով ասեց չեն սիրում։ Մարդիկ սկսում են բացատրել, թե ինչու չեն սիրում։ Եվ իրենք իրավացի են, ճշմարտությունն է դա։ Անկախ նրանից Սամվել Կարապետյանը Հայաստանում որ չի հարստացել, գիտենք, հարստացել է Ռուսաստանում, այսինքն նույնիսկ եթե մենք ելնում ենք այն դիտարկումից, որը քիչ առաջ խոսեցինք, որ Հայաստանում հարստության բաշխում անարդար ճանապարհներով է եղել եւ մարդկանց մոտ դա դեռ մնացել է, դա է ճշմարտությունն, մենք չենք կարող այդ փաստերը հերքել։ Բայց նույնիսկ երբ Սամվել Կարապետյանը այդ process-ի մեջ չի եղել, հա, նա հարստացել է Ռուսաստանում, գիտենք։ Միևնույնն է, նա անկալվում է այդ համատեքստում, հատկապես երբ իշխանությունները ուղղորդում են մարդկանց այդ ձև մտածել։ Ինչու՞։ Որ հեշտ թիրախ դարձնի, որ այդ մարդու հեղինակազրկեն եւ իրեն ձերբակալությունը արդարացվի։ Տեսեք, էլի գիտության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը սովորական ավտորիտար ղեկավար չէ։ Սովորական դիկտատոր չէ։ Նա ավտորիտար պոպուլիստ է։ Տարբերությունը նա է, որ իր գործողությունները անելուց միշտ նա նայելու է հանրային լրանգվածների կարծիքին։ Միշտ նայելու է։ Ընդամենը իրեն աջակցող 5%-ի փաստոր է, պարոն Ավետիսյան։ Հա, բայց ինքը այդ 5%-ը, քանի որ ագրեսիվ փոքրամասնություն են, էլի այդ գործիքների կիրառմամբ ինքը փորձելու է ներկայացնել, որ 5 չէ, 50 է։ Հիմա հակառակ դաշտի քարոզչությունը, քանի որ կազմակերպված չէ, ցաքուց սրիվ է, դուք ինքներդ գիտեք։ Եվ էլի գիտությանը չեն դիմում իրենց գործունեության ծավալելիս, իրենք պարտվում են այդ process-ում։ Եվ Նիկոլ Փաշինյանը դա համար շարունակում է հաջողել դրա համար, ասենք կարա 2000 մարդ օրինակ հավաքվի Սամվել Կարապետյանի տան մոտ, բայց միևնույնն է նրան ձերբակալեն տանեն։ Կարա ասենք օրինակ 2-3000 մարդ հավաքվի դատանի մոտ, բայց միևնույնն է դատանը կայացնի Նիկոլ Փաշինյանի իմ համոզմամբ հրահանգավորած որոշումը, հա, եւ նրան ձերբակալեն։ Այսինքն ինքը ձեռնոց է նետում գործարարին եւ գործարարին դարձնում է քաղաքական գործոն։ Հիմա Սամվել Կարապետյանը այդ ձեռնոցը պետք է ընդունի, թե ոչ։ Ինքը ախր ձեռնոց չի նետում։ Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից Սամվել Կարապետյանը իրեն մրցակից էլ չէ։ Տեսեք, նա բաժիշ գործողություն է անում։ Ցույց տալու մյուսներին, որ եթե դուք էլ փորձեք այն խաղի կանոններից դուրս թեկուզ ձեր մտքից այրով ինչ-որ բան հասկացնել եւ ցույց տալ ձեր աջակցությունը եկեղեցուն, ես պահանջելու եմ, նա է դա ցույց տալ։ Իր համար էական չի, Սամվել կլինի Կարապետյան։ Եթե Սամվել Կարապետյան այդ դասը չակերտոր ավելի հնչեղ է եւ ավելի, եթե ինձ օրինակ ձերբակալային նույն մտքերը ասելու համար, ասենք կարող է հանրության ինչ-որ մի 10000 զանգված հոգի իմանար դրա մասին, բայց երբ որ Սամվել Կարապետյանն է ձերբակալում, ամբողջ ժողովուրդն է իմանում դրա մասին, ճիշտ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ընդամենը այս դրվագը օգտագործում է իր մեսիջը այն զանգվածներին հղելու համար։ Բայց ինքը դրա արդյունքում մարդկանց դարձնում է քաղաքական ֆիգուրներ, նրանց բերում մտցնում է քաղաքականություն։ Նույնը չարեց Ռոբերտ Քոչարյանի հետ երկրորդ նախագահի։ Որովհետև նա գիտի ինչի հետ գործ ունի, ել եմ ասում, չմոռանանք նախորդ ասած միտքը, որ Հայաստանում մեծահարուստներին չեն սիրում։ Նույնիսկ եթե այդ մարդը հարստացել է արտասահմանում, Հայաստանում մեծահարուստներին չեն սիրում։ Բայց դա նիկոլական թեզերից մեկն է, էլի, Հայաստանում մեծահարուստներին չեն սիրում։ Նիկոլական թեզ չի, մարդկանց ընկալումն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մեծահարուստներին չեն սիրում, բայց բազմաթիվ են շեշտերը, որ սիրում են։ Այդ մեծահարուստները չեն այս երկրում աշխատատեղեր ստեղծում, հարկ վճարում։ Ձեզ ուրիշ բան ասեմ, Նիկոլ Փաշինյանի հակառակ թիմակիցները մեծահարուստներին սիրում են։ Օրինակ իրենց պատգամավորներից Խաչատրյանը, հա, մեծահարուստ կարող ենք համել, թե չէ։ Խաչատրյանը Սուքիասյանը։ Փաստը կա, որ նա մեծահարուստ է ամեն դեպքում։ Հիմա իր թիմակիցներից շատ մարդիկ այդ նույն մեծահարուստի համար աշխատում էին, այդ թվում երկրի նախագահան, չէ՞, եւ սիրում էին իրեն։ Հիմա որ ասում եք Նիկոլ Փաշինյանի թիմակիցները չեն սիրում մեծահարուստներին, այդպես չի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ես ձեզ ասեմ, ձևանում է հայկական Ռոբին Հուդ, ով հարուստներից խլում աղքատներին էր տալիս։ Բայց նա
թուրքական Ռոբին Հուդ է, այսինքն հայրից խլում է տալիս է թուրքերին։ Հիմա այս ինչի համար եմ ասում։ Նա ձևացել է թե իբր աղքատների շահերի պաշտպանն է Հայաստանում արդարություն վերականգնող թալանհայտ բերողը։ Բայց ինքն ու իր թիմակիցները ամենամեծ անարդարություններ գործածել են հենց այդ նույն աղքատների հանդեպ։ Ես 2019 թվականին ազգային ժողովում իրենց հետ նստած դեռ իրենց հետ հարաբերվում ենք 20 թվականի նոյեմբերից եմ ես դադարել իրենց հետ հարաբերվել հայտնի իրադարձություններից հետո։ Ես իրենց ասում էի, տղեկ, ես ձեր արածը ամենամեծ անարդարությունն է, որ հայ ժողովրդի հանդեպ կարելի է անել։ Դա ի՞նչն էր։ Պրոգրեսիվ հարկման համակարգից անցում համահարթ հարկման համակարգի։ Այսինքն կրկին ունեցվածքի բաշխումը եւ երկրում ստեղծված արժեքի բաշխումը ավելի անարդար ճանապարհով տանելու գործընթացի մեջ մտավ Նիկոլ Փաշինյանը եւ հաստատեց համահարթ հարկման համակարգ, ով չգիտի ինչ է։ Բացատրենք մարդկանց։ Հայաստանում ամիսը 10 միլիոն օրինակ դրամ ստացողն է վճարում 19% եկամտահարկ։ 100,000 ստացող աղքատության շեմում ապրող մարդն է վճարում 19% հարկ։ Այսինքն աղքատ մարդը, աշխատող աղքատ մարդը Հայաստանում հարկ է վճարում։ Եվ այս անարդարության հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը։ Ես դրա համար պնդում եմ, որ նա ձևանում է թե իբր հայ ժողովրդի, ճնշված ժողովրդի այդ 40-50% աղքատների ներկայացուցիչն է, բայց ինքը շարունակաբար խաբում է այդ մարդկանց, այնպես է խաբում, որ այդ մարդիկ չեն էլ հասկանում։ Այսինքն նա այդ նույն, տեսեք, այդ նույն, որ ասում եք մեծահարուստներին չեն սիրում, մեծահարուստների եկամուտը որտեղից է։ Դիվիդենտով։ Այսինքն մեծահարուստ աշխատարձո չի ստանում, ներդրում է արել, ընկերությունը շահութարկը վճարում է, դրանից հետո ինչ մնում է, դրանք դիվիդենդ են կոչվում։ Եթե վերցնում են ներդրում էլի չեն անում, դա կոչվում է դիվիդենդ։ Եվ դրա հարկը ինչքան է Հայաստանում, գիտեք, 5%։ Ընդամենը 5%։ Լիբերալ ԱՄՆ-ում պրոգրեսիվ համակարգ է գործում եւ այլ բոլոր եկամուտները նույն տրամաբանության մեջ են հարկվում։ Հայաստանի Հանրապետությունում աշխարհի ամենաանարդար համակարգն է ներդրված եւ Նիկոլ Փաշինյանը հարուստների եւ օլիգարխների ներկայացուցիչն է եւ ամենավատը նա է, որ օտարահպատակ եւ թուրքահպատակ։ Վերադառնալով Սամվել Կարապետյանի գործոնին, ես այս օրերին լսում եմ տեսակետ, որ ազգային բարերարը պետք է դառնա հայկական Իվանիշվիլին։ Ես այդ տարբերակին չեմ հավատում, ինչու, որովհետեւ դա վաղուց ուշացած տարբերակ է։ 20 թվականի նոյեմբերից հետո, երբ շատերս ասում էինք Նիկոլ Փաշինյանի ձեռքը այլևս չենք սեղմելու, հատկապես 23 թվականից հետո իրենք գնացել են Նիկոլ Փաշինյանի ձեռք են սեղմել։ Դե գործարար է արել է ներդրումներ հանուն Հայաստանի Հանրապետությամբ։ Եկեք դա էլ տարանջատենք։ Տեսեք մի բան ասեմ։ Հիմա մենք ուզում ենք իշխանափոխություն, թե չենք ուզում։ Եթե ուզում ենք, էլի գիտությունն է ասում դա։ Համագործակցություն է ցանկացած բան, թեկուզ այդ ռեժիմի օրոք ներդրումներ անելը։ Դա հանուն ժողովրդի չի։ Այսինքն ի՞նչ է նշանակում, թողնեն պետությունը քանդվի։ Մի րոպե։ Ներդրումներ չանեն։ Մի րոպե, տեսեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը երբ որ մրցույթ է հայտարարում ինչ-որ ճանապարհ կառուցելու եւ պայմանական Կարապետյանն չգիտեմ մասնակցել ինչ չէ, պայմանական ընդդիմադիր դիրքորված անձ գնում մասնակցում է այդ մրցույթին։ Չէ՞, ասում եք բիզնես է, դե ոնց չանի։ Գնում մասնակցում է այդ մրցույթին, հետո գնում այդ ասֆալտը անում է պետության վճարած փողերով։ Հետո ով է գնում այդ ասֆալտի գլխին կանգնում, ասում ժողովուրդ սարքել եմ, տեսեք ձեր համար։ Հետո ով է քաղաքական ռեյտինգ հավաքում այդ ասֆալտով։ Հետո ում են ժողովուրդը ծափահարում, այդ սարքողին չեն ծափահարում։ Պարոն Ավետիսյան, ձեր ասածը ենթադրում է, որ պետք է երկրում ասֆալտ չփռեն, դպրոց չկառուցեն, որ հետո Նիկոլ Փաշինյանը ուրիշի կառուցածի հաշվին չգնա PR-ի։ Տեսեք, դժվար է, չէ՞, այդ բանը պատկերացնել, բայց չհամագործակցությունը իշխանության հետ, եթե ուզում եք իշխանությունը հեռանա, պետության, ոչ թե իշխանության։ Պետությունը չի, իշխանությունն է դա։ Եթե ուզում եք իշխանությունը փլուզվի, ինչ պետք է անեն։ Գործարարները պետք է դադարեցնեն իրենց բիզնես գործունեությունը։ Ոչ, իրենք չպետք է համագործակցեն այդ իշխանության հետ։ Չեն համագործակցում, իրենք իրենց գործն են անում։ Տեսեք, պետության հետ, պետության հայտարարած, կառավարության հայտարարած տվյալ դեպքում պետությունը չի, կառավարության հայտարարած ցանկացած գործունեության մեջ նույն տրամաբանության մեջ ես անունս չասեմ։
Երբ որ բարեկային ծառայությանը մեքենաներ էին որոշ մարդիկ մատակարարում, ասվեց, որ դա եղել է տվյալ ընկերության մատուցած բացառիկ որակի պայմանով։ Որտեղ միայն այդ ընկերությունը կարող էր այդ մեքենաները մատակարարել։ Բարեկային ծառայության մեքենաներով այնուհետև ձերբակալում են եւ բերման էին ենթարկում ընդդիմադիրներին։ Հիմա Պարոն Ավետիսյան, ձեր ասածը սա իմ ասածը չի, շատ դուք ասում եք, որ գործարարը Հայաստանում բիզնես գործունեություն չպետք է փաստորեն իրականացնի։ Ես դա չեմ ասում, ուշադիր լսեք։ Իշխանության հայտարարած ցանկացած գործընթացի մեջ բոլոր գործընթացներն իշխանությունն է հայտարարում։ Դպրոց նորոգել իշխանությունն է հայտարարում, գործարան բացել իշխանությունն է հայտարարում։ Բոլորը։ Ոչ։ Գործարարներ կան, իշխանությանը չեն համագործակցում, դժվարությունների միջով մեր ընկերներից կան։ Անցնելով իրենք իրենց գործունեություն շարունակում են, բայց չեն գնում իշխանության ձեռքը չեն սեղմում։ Հիմա ուշադիր լսեք։ Գիտությունը պահանջում է, ուզում ես իշխանությունը քանդվի։ Գիտությունն է ասում, Հովհաննես Ավետիսյանը չի ասում։ Եվ սա գիտությունը ասում, հեսա տեսություն չի, փաստեր են սրանք։ Ամրագրված հարյուրավոր տարիներ։ Ուզում ես իշխանությունը կփլուզվի։ Ձեռքը մի սեղմի, մի համագործակցի իր հետ։ Երբ որ կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է մրցույթ, ես ին որ գյուղում ասֆալտ սարքելու եւ այդ գործարարը ընդդիմադիր լինելով գնում է այդ ասֆալտը անում է, ինքը նպաստում է իշխանության երկարակեցությանը, սա փաստ է։ Եկեք փաստերով խոսենք։ Սամվել Կարապետյանը հեծի աշխատանքի համար, Տաշեր գրուպի արած ներդրումների համար եկել եւ հանդիպել է մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին։ Դուք դա համարում եք իշխանության հետ համագործակցություն, ինչ աներ չգար։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը, այն ինչ ես խոսում եմ, ի տարբերություն ընդդիմադիր դաշտում գործող շատերի, շատ լավ հասկանում է, շատ լավ։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է հասկանում, ցանկացած իշխանություն այդ առավելությունը ունի։ Դրա համար ինքը տարբեր խրախուսման միջոցներով հայտնի սպորտսմեններին կտանի կանգնացնի իր կողքը։ Այ դա ուրիշ բան։ Չէ, ոնց, դա ուրիշ բան։ Չէ, մեկ վարքյան, պարոն Ավետիսյան, տվյալ սպորտսմենները, որոնք գնում եւ Նիկոլ Փաշինյանի առջեւ, մեկ վարքյան, տվյալ սպորտսմենները Հայաստանում աշխատատեղ չեն ստեղծել, Հայաստանում հարկեր չեն վճարում։ Նրանց բիզնես գործունեությունից կախված չէ հարյուրավոր մարդկանց կյանք եւ կենսագործունեություն։ Աղավնի ջան, նրանց գործունեությունից շատ բան է կախված, սպորտսմենները ամբողջ աշխարհով մեկ։ Լավ, բայց եկեք սպորտսմենի եւ գործարարի նույն հարթության մեջ չդիտարկենք։ Չենք դնում, օրինակ ենք բերում, սպորտսմենները ամբողջ աշխարհով մեկ, դուք ինքներդ գիտեք, ունեն լայն զանգվածների ուշադրությունը, որպես օրինակելի անձինք, երբ որ ես հիմա հետեւյալ պնդումը անեմ, ձեր ասացի հիման վրա, ձեր ասացից հետևում է հետեւյալը, որ մենք տուն պահելը մեր սեփական գերադասում ենք պետությանը, այսինքն ստացվում է, որ տուն պահելու խաթր ջանդամը թող Նիկոլը մնա, հետո ստացվում ձեր ասածից։ Չէ, դա չի ստացվում։ Հետո ստացվում, բայց ասում եք 100 մարդ տունա պահում գործ անում, ոնց չանեն։ Դե ուրեմն Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։ Դե ուրեմն Հայաստանում բոլոր գործարարները իրենց բիզնեսները պետք է փակեն։ Ոչ, ես դա չեմ ասում, կրկնում եմ ասածս։ Այն գործարարը, որը գնաց Նիկոլ Փաշինյանը ձեռքը սեղմեց, նա երկարացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վերջակե։ Իսկ քաղաքական գործիչներն են երկարացնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Քաղաքական գործիչները ձախողել են շարունակաբար, դուք ինքներդ գիտեք։ Այսինքն քաղաքական գործիչները ձախողեն, նստեն իրանց տանը։ Մշակույթի գործիչները, հայտնի դեմքերը, որոնք հարյուրավոր զանգվածներ կարող են տանեն, վախենան ծպտուն անեն, ամբողջ կուժն ու կուլան բերեն կոնտրակտ գործարարների գլխին։ Մի րոպե։ Ես ձեզ մի հատ այդ թուղթը կտակ, մեր հանրությանն էլ կհետարքի հիմա։ Ուրեմն տեսեք։ Այս իշխանությունը հենարան սյուներ ունի, որը այս տեսքն ունի։ Այս հենարան սյուների մեջ գործարար աշխարհը այն մեծ հաստ սյուներից է ոստիկանությունից հետո։ Երբ այդ սյունը բարակի, այսինքն այդ իմ ասած պրոցեսներում շատ ավելի քիչ մարդիկ մասնակցեն եւ չգնան Նիկոլ Փաշինյանի ձեռք սեղմեն, Նիկոլ Փաշինյանի տենդերներին չմասնակցեն, իշխանափոխությունը այնքան ավելի արագ կմոտենա։ Հիմա տեսեք, ես այս մի մատը հանեմ, ասենք ոստիկանություն, այս մյուսն էլ հանեմ, ասենց ինքն գնելու է։ Հիմա սա վիզուալ ես ցույց եմ տալիս, իշխանափոխության մոդելն է։ Քաղաքական գործիչների դերակատարման չափի մասին խոսեք այս պրոցեսի։ Գործիչները դերակատարում հիմա չունեն եւ հայ ժողովուրդն է նրանց դուրս դրել այդ պրոցեսից։ Ինչու՞։ Որովհետեւ քաղաքական գործընթացներում շարունակաբար նրանք ձախողել են։ Ես ինքս լինելով, տեսեք, դուք գիտեք, չէ՞ ես ով եմ։ Ես տարիներ շարունակ եղել եմ պետական ծառայող։ Ես ին ոլորտում պետության կառավարման
աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտ եմ, այսինքն մասնագիտական դաշտում, եթե օրինակ զինվորական դաշտում կան գեներալներ, չէ, բարձրագույն բանով, որպես աստիճանի հասած։ Ես իմ մասնագիտական դաշտի կոպիտ ասած գեներալ եմ, բայց ես ստիպված եմ դա թողել եմ ես դա։ Մտնել քաղաքական դաշտը զբաղվել գործունեություն, որտեղ այդ դաշտը լրիվ փչացրել են, այսինքն այդ դաշտը ձախողել է շարունակաբար, այլապես Արցախի կորուստ չենք կարողանալ, այլապես մենք Նիկոլ Փաշինյան իշխանության չենք կարողանալ ունենալ, աղավնի ջան, եթե այդ դաշտը ձախողած չլներ։ Հիմա կամ այդ դաշտը ինչ-որ պրոցեսների հետևանքով կմաքրվի, ուշքի կգա ինչ-որ գործունեություն կծայ, որը դեռ չի ունենում, տեղի չունեն, որտեվ էլի իմ համոզմամբ չի լինում, որովհետև էլի գիտությանը չեն դիմում։ Հիմա այս պահին Միշտ շարունակաբար։ Այսինքն ընդդիմադիր դաշտը գիտությանը չի դիմում, դրա համար է Փաշինյանը մնում։ Դուք ինքներդ տեսել եք, ես ինչու եմ Բագրատ Սրբազանի հետ, մենք իրար հետ լավ սերտ հարաբերություններ ունենք, հա, քաղաքական իմաստով նաև քաղաքական ասելով մեր ազգային այս խնդիրների աղետի իմաստով, հա։ Ինչու, որովհետև այդ մարդը գիտության ուժը ընդունում է, հասկանում է, երբ որ իր այդ բան ես խոսում, ասում ես, հեսա ճանապարհ, ինքը հասկանում է, գիտի ինչ է պետք անել։ Հիմա ո՞րն է ճանապարհը, ինչ եք ասում։ Ճանապարհը ես ասում եմ, ես վիզուալ ցույց տվեցի, եթե մենք ուզում ենք իշխանությունը փոխվի, մենք իր հետ չպետք է համագործակցենք։ Սկսած գործարարներից, հասարակ մարդկանցով, սպորտսմեններով, բոլորը, այսինքն այն 10, օրինակ 3 միլիոն Գյումրեցի սպիտակ արշմականով մեր սիրելի սպորտսմենը։ Երբ որ գնում է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնում ձեռքը սեղմում է, ինքը նորմալացնում է Արցախի հանձնումը, նորմալացնում է այս այնը։ Երբ որ գործարար դիտավորել եմ այս անունը տալիս, Սամվել Կարապետյանը գնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմում է, կապ չունի հեծա թե ինչա։ Նա նորմալացնում է դա։ Չէ, միջև Արցախի հանձնումն է նա Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմում, եկեք դա էլ ընդունենք։ Օրինակ եմ ասում, միջև, բայց ասենք կարելի էր հասկանալ ինչա թե, միջև էդ էլ հանձնել էր Շուշին, միջև էդ էլ հանձնել էր ուրիշ շրջաններ, հա։ Էլի էր բաներ հանձնել միջև էդ։ Հիմա սա ինչի համար եմ ասում, սա չստացվի էլի Սամվել Կարապետյանի քննադատություն, հատկապես ընդհանուր երևույթն է։ Հատկապես այո, երբ որ ես աջակցում եմ իրենց այս process-ը Եվ գտնում եմ համոզված, որ սա անարդար process է եւ քաղաքական հետապնդում է։ Սա փաստ է, արձանագրենք, որ մարդիկ հանգած չմտածեն արդարացնում ենք էլ այս ամեն ինչը։ Բայց ես ինչ եմ ուզում ասել։ Ես դիտավորել այդ անուններով օրինակ եմ բերում, որ քանի համագործակցությունը իշխանության հետ շարունակվում է, իսկ իշխանությունն էլ ինչ է փորձելու անել։ Շարունակաբար փորձելու է բոլորին բերել համագործակցության մեջ։ Սյունիքում հայտնի մարդիկ կային։ Մի տարի առաջ իրենց վերաբերմունքը քաղաքապետեր, մյուսեր, տեսել եք, չէ՞ Նիկոլ Փաշինյան։ Այո, մերժում էին Նիկոլ Փաշինյանին, հիմա Նիկոլ Փաշինյանի հետ, այ իրենք համագործակցում են, սիրով ընդունում են պարբերաբար։ Ահա, հիմա տեսեք, դուք քիչ-քիչ գալիս եք, մենք մի քիչ էլ որ խոսենք, արդեն ես ինչ ասեմ, կտեսնեք, որ այդ է իրականությունը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ձգտելու է բոլորին բերի իր դաշտ, համագործակցության դաշտ, այդ է իր ուժը։ Այն քաղաքական ուժը, որ կձգտի հակառակը անել, քաղաքական ուժ ասած, անձը, առաջնորդը, որտեվ նոր քիչ առաջ ասում ենք, որ այդ ուժերը իրենց թույլատրել, քայքայել, անգործունակ են սարքել քաղաքական իմաստով։ Այն մարդիկ, այն անձինք, այն առաջնորդները, որոնք կկարողանան այս process-ը անել, դրանք էլ փոփոխության ճանապարհը կգծեն եւ մարդկանց կկարողանան այս անորոշ վիճակից հանելու եւ ցույց տալու նոր ճանապարհ եւ փոփոխություն բերելու։ Նկատի ունեք փոփոխություն միջև 26 թվականը փողոցային պայքարի տեսքով։ Ժամկետներ չեմ կարող ասել, բայց ես համոզմունք ունեմ, էլի գիտությունից ելնելով եմ ասում սա, որ փողոցով, այսինքն հեղափոխությունով իշխանության եկած մարդ ընտրություններով չի գնալու։ Սա հասարակ բան է, որ էլի, եթե մեր քաղաքական գործիչները մի քիչ խորանան աշխարհի տարբեր բաներն այն եւ այդ գիտության երևույթը ուսումնասիրեն, որը մեզ մոտ քաղաքագիտությունն ասում, բայց դա ավելի լայն է։ Կտեսնեն, որ այո, իրոք նա չի գնալու ընտրություններով։ Փողոցով եկածը փողոցով, այսինքն պետք է։ Այո, հետեւաբար ինչ պետք է անել։ Պետք է անել
հեղափոխություն է սա ճանապարհը, բայց իմ խնդիրն է այստեղ, որ դա լինի խաղաղ, այսինքն ծեծ ու ջարդ չլինի, ինչի, որովհետև մենք մեր երկրի մեջ չենք կարող, այդ ոստիկանն էլ է մերը, մնացածներն էլ մերը, այդ ժողովուրդը, որը մոլորության մեջ է, ինքն էլ է մերը։ Փաշինյանը այս վերջին 7 տարվա ընթացքում հասարակությանը բաժանել է մասերի եւ տրամադրել է իրար դեմ, հետեւապես երբ դուք ասում եք պետք է անել հեղափոխություն, բայց խաղաղ, որքանով է գետնի վրա դա իրատեսական։ Հանրային դաշտում մի քարոզել կա, որը այս պահին ինքը տեսանելի է, բայց շատ տեղեր դեռ չի հասել, կհասնի, որը ասում է եռագույնը պետք է հաղթի սևին եւ սպիտակին։ Այո, Բագրատ Սրբազանի հայտնի ձևակերպում։ Այդ ի՞նչն է ասում, հենց արձագանքում է ձեր ասած խնդրին, որ մենք մեր միջի այդ շարունակաբար, որ Նիկոլ Փաշինյանը անում է, մասնատի մեջից քաշի մարդկանց իր հետ համագործակցեն, որ իր իշխանությունը երկարատև դառնա, այն ուժը, որը կանոնավոր է փոփոխություններ անում, հենց այս թեզով պետք է գնա։ Այսինքն մենք չենք կարող, չէ, ասենք ատելություն քարոզել, թեկուզ այդ նշածս 5%, 70,000 մարդկանց նկատմամբ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով հիմա Նիկոլի երկրպագու են։ Հիմա այդ մարդկանց ոչ չենք տնելու բանանենք։ Հետևաբար դրա համար եմ ասում, քարոզչությունից է սկսում։ Քարոզը պետք է լինի միասնությունը եւ մեր պետության հանդեպ ծառացած խնդիրներին դիմակայելը միասին։ Իսկ այդ ճանապարհին խանգարող էսպային միակ գործոնը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Հետևաբար երբ միասնություն լինի, ես չեմ ասում եթե, որտեղ ինչ-որ բայ լինելու է, այլապես չգիտեմ, ես այդ տարբերակը ոնց որ բացառել եմ ինձ համար, Հայաստանի Հանրապետության վերջնական կորուստ ենք ունենալու, եթե չունենանք այդ միասնությունը։ Իսկ դա կարող է լինել միայն այն առաջնորդության ներքո, որը ատելություն չի քարոզում։ Իսկ դաշտը ես ոնց նայում եմ մեկը մյուսի հանդեպ ինչ որ ճշնամանք, ատելություն, իրար նեղացնել, իրար էս, իրար այն, հիշել հին պատմություններ, իրար հանդեպ օգտագործել, այդ ճիշտ չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Հովհաննես Ավետիսյանն էր, այսքանը ցտեսություն։